Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նաև դուք ձեր դիրքորոշումը ներկայացնեք այս նիստի վերաբերյալ եւ նախ բացարկի միջնորդությունը մերժելու առնչությամբ Աթաբեկյանի դիտարկումների։ Նախ ասեմ, որ դա ստեյցիոն խորհրդի դիտարկումներն էր, մերժվեց միջնորդություն այն հիմքով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը, որով խախտում էր արձանագրվել, չի առնչվում մյուս խորհրդի անդամներին, այլ առնչվում է միայն Պարսկական դատարական խորհրդի նախագահին, նախագահին Կարեն Անդրեասյանին։ Մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ, այն պատճառով, որ ստեյցիոն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ինչ է ասել։ Վերջինս ասել է, որ մերժելով բացարկի միջնորդությունը հայտնած Կարեն Անդրեասյանին խորհուրդը թույլ է տվել 6-րդ հոդվածի խախտում, այսինքն կոնվենցիոն երաշխիքների խախտում է թույլ եւ բացարկի մերժման որոշումը ոչ թե կայացել է Կարեն Անդրեասյանը, այլ կայացել է հենց խորհրդի մյուս անդամները, բացարկող անդամը որոշման կայացման չի մասնակցում։ Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ հստակ ասել է, որ հիմնավոր չի համարում այն պատճառաբանությունները, որոնք բերվել են բացարկի մերժման համար եւ նաեւ արձանագրել է, որ որոշակի հիմքերին, բացարկի հիմքերին խորհուրդը ընդհանրապես չի անդրադարձել եւ արձանագրել է խախտում։ Հետեւաբար ես կասեմ, որ իմ կարծիքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խախտում արձանագրող որոշումը ավելի շատ վերաբերում է հենց խորհրդի մյուս անդամներին, քան թե հենց Կարեն Անդրեասյանին։ Պարոն Ամիրխանյան, եւ վերջում ինչ փաստաթղթերի փաթեթ եք ուզում ստանալ, ավելի մատչելի կասեք։ Տեսեք, եթե կար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այն վճռով, որով խախտում էր արձանագրվել 2015 թվականի կայացած վճռով, որը առիթ է ծառայել պարոն Անդրանյանի նկատմամբ վարույթարոցելու համար, հետեւյալ հարցադրումն է ուրեմն բարձրացրել, թե արդյոք այն ինչ որ արել է ուրեմն վճռաբեկ դատանը, դա բխում է սովորական գործելավոճից, այսինքն դա նման դատական պրակտիկա գոյություն ունի, թե ոչ, որ մեկ անգամ վերադարձած բողոքը, եթե առանց ժամկետի տրամադրելու է վերադարձում, արդեն երկրորդ անգամ ներկայացնելու իրավունք ունի անձը, թե ոչ։ Եվ քանի որ որևէ պատասխան չի ստացել կառավարությունից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, վերջինս հենց այդպես էլ արձանագրել է, որ որևէ պատասխան չեմ ստացել, դա գործելավոճից է անպատասխան բխում, թե ոչ, հետևաբար գտնում ենք, որ կա խախտում, այս խախտման հիմքում հենց այդ հանգամանքն է, շատ կարևոր է։ Մեր նախորդ մինչև գործի քննության նախորդ նիստերի ընթացքում բազմիցս այս հարցը բարձրաձայնել ենք։ Բարձրագույն դատական խորհուրդը իր որոշմամբ, որով դադարեցրել էր Անտոնյանի ուրեմն լիազորությունը, հետագայում դա վերացրեց իհարկե, արձանագրել է, որ վերջինս կատարել է ուսումնասիրություններ եւ գտել են մի շարք որոշումներ։ Բայց դա բավարար չի, որպեսզի խոսենք դատական պրակտիկայի մասին։ Նման դիրքորոշում է հայտնել բարձրագույն դատական խորհուրդը եւ մենք խնդրեցինք, որպեսզի ստեյցիոն ներկայացնեն մեզ տրամադրեն այդ որոշումները, որպեսզի ուսումնասիրենք եւ դրանց քանակը վերհանենք եւ դրանց բովանդակությունը եւ որպեսզի ստեյցիոն ավելի արդյունավետ կերպով կազմակերպենք մեր պաշտպանությունը։ Մի ճշգրտում էլ բավարար էին արդյոք պատասխանող կողմի, այսպես ասած, պատասխանները, որոնք ձեր հարցադրումներին հաճախ այսպես էր ստացվում, որ արձագանքները տեղեկացված չենք, նախորդիվ արդեն ասվել է, միջնորդության հիմքերում նշվում է, այսինքն հստակ պատասխանները քիչ էին, ինչ քաղեցիք այդ պատասխաններից։ Ինքներդ նկատեցիք, որ համագործակցային մթնոլորտը իսկական բացակայում էր, ոչ միայն համագործակցային, այլ նաև իմ կարծիքով, չգիտեմ, լիազոր մարմնի ներկայացուցիչը իրավունք չունի ասել, թե գիտեք ինչ սա իմ լիազորություններից դուրս է եւ որ նույն մարմնի լիազորությունների շրջանակներում։ Այսինքն վերջինս խուսափում է այնպիսի հարցերի պատասխանից, որը դրված է իր որոշման, իր միջնորդության հիմքում նաև։ Այսինքն իր միջնորդության հիմքում դրվել են որոշակի հանգամանքներ,
միջնորդությունը ներկայացրել դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բայց դրա հիմքերի վերաբերյալ արձագանքները ասում են ինչ որ ասում դա ամբողջն ավելացնելու բան չունենք։ Սա իմ կարծիքով այդքան էլ բաշխայց գործելավոչ չէ։ Իսկ այդ համատեքստում ԲՏԽ նախագահի գործողությունները կամ անգործությունը ինչպես է գնալու։ Չեմ ցանկանում այս փուլում մեկնաբանեմ, որը Բարսակի դատական խորհրդի կազմի որևէ գործողություն, մենք ամեն դեպքում միջնորդեցինք մեզ որպեսզի տրամադրվի անպատասխան փաստեր, որպեսզի մեր իրավական պաշտպանությունը ասնավետ կերպով ուրեմն կազմակերպենք եւ մեր միջնորդությունը բավարարվեց, հետաձգվեց դատական նիստը, այնպես որ այս փուլում ինչ որ չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել ինչ որ իրավունքների սահմանափակման կամ խախտման վերաբերյալ։